Աջա։ Դեմ խմի չդիկ դուլի։ Հա, կտամ։ Մեմ խոխանա։ Հա։ Էս մի ինչ անուն է։ Շահանե։ Վայ Շահանե ջան, ինչ սիրուն անուն է։ Մի հատ էլ սրտիկ, էս էլ քեզ։ Բայց էսա կավարտն են, հա մեր սրտիկները։ Էլի կա։ Մեր փակում խաղահրապարակ չկա։ Ահա։ Գա տեսնեք։ Որտեղ է ձեր բակը։ Այստեղ Չեխովի 36-ը։ Չեխովի 36-ը։ Ուզում ես գամ տեսնեմ։ Գնացինք։ Աջա։ Գնացինք։ Արի իրար հետ։ Հիմա Շահանեն տանում է մեզ իրանց բակի խնդիրները ցույց տալու։ Գնացինք Շահանե, գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հատ տղեկ հաջողություն ձեր գործերին։ Այս հենց կացնեմ ստեղ։ Գնացինք Շահանե ջան։ Բայց հեռու է շատ։ Չէ, այստեղ է։ Դու եթերով տեսար մեզ եկար։ Եթերով տեսար մեզ եկար։ Բա ինչ իմացար որտեղ ենք։ Ես այստեղ ծանոթ եմ, որ շատ եմ լինում։ Այսինքն sense թփերից բարից արդեն բոլոր փողոցներն գիտես։ Եկեմ հաճախում, որ երկար ժամանակ այդպես քայլում եմ։ Ահա։ Գնում եմ երկի։ Շահանե ջան, գնացինք։ Ես էլ եմ ստեղ ապրել, գիտես։ Այս փողոցներով քայլել եմ։ Շահանե ջան, որտեղ ես սովորում։ Մեր տան շենքի կողքը դպրոց կա 173 դպրոցն է։ Իսկ բան, երաժշտություն, սպորտ, նկարչություն։ Երաժշտությունով եմ զբաղվում։ Ինչ։ Ինձ այդ մասնագիտությունը շատ է հետաքրքրել, փոքրուց եմ սիրել, հետաքրքրվել եմ։ Հիմա ես շատ գոհ եմ իմ ծնողներից, Ապրեն քո ծնողները։ որ իմ կարծիքին կան Բարև համաձայն են եղել։ Քո կարտիկին հələ լսեցիք ինչ ասեց։ Իր քո կարտիկը ինչ ա եղել։ Որից երկչույի դառնամ։ Երկում ես։ Այո։ Կարող ես հիմա մի բան երկեն։ Հա։ Հեսա ժինգալով հացը ուտենք։ Դու էլ կեր, վերջում պետքա, եթե դու դեմ չես, Չէ։ մենք հաճույքով կլսենք, թե դու ոնց ես երկում։ Հասցեն ոնց էր Շահանե։ Չեխովի 36։ Որ շենքն է, այն շենքն է։ Չէ, այս հենց այս շենքի դիմացն է։ Այն շենքում էլ եմ ես ապրել։ Վարձով ապրել ենք։ Մենք ընտանիքով։ Դու ժամանակ ծնված չես եղել։ Ես 2016 թվականին։ Ահա։ Եկեք սենց գնանք։ Ահա։ Էսա։ Բարև ձեզ։ Շահանեն մեզ բերել է ձեր բակ։ Ճանաչում եք Շահանեին։ Շահանե, ձեր բակում աղբար կա, այս թուղթը գցենք։ Չէ, ես կգցեմ։ Ահա։ Ահա, հիմա եկեք որոշենք, թե ինչ ենք անում, Շահանե ջան։ Ինչ է պետք անել։ Պարոն Ավինյան։ Երեխեք եկեք հլը տենանք ինչ ենք որոշում։ Եկեք հլը տենանք ինչ ենք որոշում։ Բարև ձեզ։ Դավեք։ Այո։ Հիմա Շահանեն էս ձեզ, էս էլ ձեզ, այսենց, վայ, Հիմա Շահանեն ասում է, որ ձեր բակում գործ կա անելու, ինչ ենք անում։ Պարոն Ավինյան, կարելի է ձեզ խնդրել մոտենաք։ Հիմա ճանաչում ես Երևանի քաղաքապետին։ Երևանի քաղաքապետն է, ինքն է, այս բոլոր հարցերի լուծողը ինքն է։ Իհարկե, այնտեղ որտեղ պետք լինի կառավարության աջակցությունը, կառավարությունն է կաջակցի։ Դե ասեք, ինչ եք ուզում անենք։ Ես խաղահրապարակ եմ ուզում։ Խաղահրապարակ եմ ուզում։ Անպայման։ Դուք ինչ եք ուզում කරել։ Իրանք էլ պետք է խաղահարապարակ։ Պետք է դուք էլ աջակցության խոսք ասեք Շահանեի առաջարկ։ Ֆուտբոլի դաշտ է։ Հա? Երեխեք, խաղահրապարակը լավ չի։ Դե խաղահրապարակ ասելով նկատի չենք ունենում, որ տենց
ֆունկցիոնալ, ասենք այն Զեյթունում, որ այնտեղ որ գնացի համ ֆուտբոլ էր, համ բասկետբոլ էր։ Խաղահրապարակը մի քիչ այլ է։ Հա, բան չէ, որ բասկետբոլի, ֆուտբոլի, ոչ թե այն որ կպուճուր կարուսելներ են դնում, դրանց արդեն մեծ եք դուք, դրանցից ձեզ հետաքրքիր պետք է չի։ Ճիշտ է, բայց ունեք, չէ, դուք ծրագիր անում եք տենց, այսինքն այն չի որ նոր պետք է ինչ որ բան անենք։ Ուղղակի հերթով է, բայց հիմա քաղաքապետը ենթադրում են, որ Շահանեի բանի նախաձեռնությանը արձագանքելով ենթադրում են, որ քաղաքապետը ձեր հարցը կնայի, կարող է նույնիսկ հիմա պլանավորված է արդեն այստեղ։ Այսա տեսնենք, հենց այս բակում, չէ՞։ Շատ լավ։ Հիմա Շահանե ջան, մեր հանդիպում ամփոփելու համար մի բան մնաց։ Այո։ Այս միկրոֆոնը աշխատում է, Դավիթ։ Եթե ուզում ես դու վերցնես, դու վերցրու։ Կարնանգալու բույրն եմ ես սիրում, ամրան մրգի գույն եմ ես սիրում, աշնան հատկող քաղցր արևը, ձմռան ամպիստյունն եմ ես սիրում, աշնան հատկող քաղցր արևը, ձմռան ամպիստյունն եմ ես սիրում, կարմիր վարդի ալն եմ սիրում, ուռիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամփաներով թելիկ մելիկ հոգարն եմ սիրում, կարմիր վարդի ալն եմ սիրում, ուռիների լալն եմ սիրում, ու մեր թաղի ճամփաներով թելիկ մելիկ հոգարն եմ սիրում, թելիկ մելիկ հոգարն եմ սիրում։ Շատ ակնհայտ։ Իսկականից շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Հա? Շնորհավորում եմ, սենց հոյակապ ինքը նաև ճանապարհին մեզ ինչ ասեց, ասեց ես շնորհակալ եմ ծնողներիս, որ երաժշտության հարցում իմ կարծիքը հաշվի են առել։ Հա, երաժիշտեց, բայց ես էլ ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ սենց երեխային ինքնավստահություն եք։ Պետք է արձանագրել, որ մեր իրականության մեջ տենց միշտ չի, որ տենց պատահում է եւ շատ բարձր եմ գնահատում։ Իսկ ինչ երաժիշտ եք դուք։ Նույն հարվածային։ Հարվածային գործիքներ։ Մայրիկն էլ է երաժիշտ։ Չէ, ուղղակի այդպես սիրողական։ Շատ լավ։ Հիմա Երևանի քաղաքապետի հետ խոսակցություն ունեցան երեխաները եւ քաղաքապետը տեղեկացրեց, որ այսպես թե այնպես ծրագրերը ընթացքի մեջ են։ Ուսումներին ասել են, որ Եղբայր, տեսեք, ստեղ մի հատ կա առանձնահատկություն։ Օրինակ ես էլ միշտ ասում եմ, օրինակ գնում եք որևէ տեղ, մարդիկ ասում են ճանապարհը։ Ասում եմ հարգելիներս, հանրապետությունում մի հատ ճանապարհ չկա, որ դուք ասեք այս ճանապարհը պետք է սարքել, ես ասեմ չէ, չել սարքելու։ Ստեղ խնդիրն է նա, որ այս պայ դրությամբ Երևանում արդեն ինչքան բակ է կառուցել։ 600-ից ավել։ 600-ից ավել։ Հասկանում եք, խնդիրն է նա, որ դա process է։ Այսինքն դա որովհետև մարդը ասում է, եկան ասեցին, չարեցին։ Նախ այս բանի ընտրական ցիկլին պարոն Ավինյանի ընտրության դեռ ժամանակ կա, սկսենք դրանից։ Բայց երկրորդը դա չի նշանակում, որ ամեն ինչը միաժամանակ հնարավոր է անել։ Հասկանում եմ, ուղղակի երեխեքս այնքան շատ են։ Դե երեխեքն Շահանեն եկավ, հարցը դրեց, լուծեց, ով մի հատ էլ երգեց։ Ինքը լրիվ անմիջական է։ Ինքը հարց լուծող է, եւ ինքը հարցը լուծեց։ Շահանե, Երեխեք իր նման լինեն հարց լուծող։ բոլոր երեխեքը իր նման են իրականում եւ շնորհակալ ենք ձեզ եւ բոլոր ծնողներին քաջալերում ենք, որ երեխաներին քաջալերեն։